Բարձր տեխնոլոգիական ընկերություններին 2024-ին տրվել է 6.5 միլիարդ դրամի աջակցություն։ Այս պահին տրամադրվում է 1.5 միլիարդի նույնքան կտրվի մինչև մարտի 31-ը եւ արդեն ուժի մեջ կմտնեն ոլորտի զարգացման նոր կարգավորումները։ Եկամտահարկի 60% աջակցություն կտրվի աշխատանքային միգրանտներ ներգրաված ընկերություններին, 3 ամիս վերադարձվում է վերապատրաստվող կամ սովորող աշխատակիցների եկամտահարկի 50%-ը։ Խոսքը ոլորտում երբևէ չներգրավված աշխատողների մասին է։ 5-ից 1% նվազեցվում է թիրախային ոլորտի հարկային բեռը, սա վերաբերում է շրջանառության հարկով աշխատող ընկերություններին։ Ծաղկաձորի Խաչատուր Կեչարեցու փողոց 1 հասցեով որպես առանձին գույք գրանցված 3680 քառակուսի մետր շենք շինությունները, նաև 2.9 հեկտար հողամասը կնվիրաբերվի Ծաղկաձոր համայնքին վարչական, թատրոնի շենքեր, ավտոկայանատեղի եւ զբոսայգի կառուցելու համար, նաև ընդունելով Օրբելի եղբայրների փողոց 9 հասցեի համայնքային սեփականության շենքի նվիրաբերությունը Հայաստանին։ Նախատեսվում է մինչև 2029-ի ավարտը նվիրաբերվող տարածքում համայնքի միջոցների հաշվին ներդնել 1 միլիարդ դրամ։ Ուսանողների արտասահմանյան բուհերում սովորելու կրթաթոշակային քաղաքականությունը կվերանայվի ֆինանսավորման տեսանկյունից։ Նախատեսվում է կիրառել ձեռնարկությունների նորարարական ներուժի հզորացման գործընթացում պետական աջակցության նոր մոտեցում։ Կառավարությունը կհամաֆինանսավորի օտարերկրյա հեղինակավոր բուհերում սովորող Հայաստանի ռեզիդենտ առևտրային կազմակերպությունների աշխատակիցների ուսման վարձը։ Ծրագրի գործելու հիմնական պայման է, որպեսզի սրան մասնակցի մասնավորը։ Այսինքն առևտրային կազմակերպությունը, որը իդեպ պետք է ունենա առնվազն 100 աշխատող, որպեսզի մեզ համար նաև տեսանելի լինի գործընկերության կայունությունն ու վստահելիությունը, համաֆինանսավորի կրթաթոշակը առնվազն 50%-ով, որից հետո նաև նախատեսվում է, որ պետությունը նույնպես ամեն տարի առավելագույնը 10 միլիոն դրամի չափով, մնացորդային գումարի չափով կրթաթոշակ կտրամադրի։ Ապրիլի 1-ից խաղային ոլորտի համար պետական տուրքը կրկին կբարձրանա։ Օրենքի նախագիծ ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ ու ամբողջությամբ ընդունել է հատուկ 24-ժամյա ռեժիմով։ Նախագծի հեղինակ Հայկ Սարգսյանը ներկայացրել է, որ փոփոխությունների արդյունքում կապահովվեն տարեկան 13 միլիարդ դրամ հավելյալ պետական եկամուտներ։ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը ներկայացրել է, որ 3 տեղի ունեցած հանձնաժողովի նիստում հարկման ձևի եւ չափի վերաբերյալ փոփոխություններ են կատարվել։ Ըստ նրա, այն պետք է լինի տրամաբանական։ Առաջարկվող օրենսդրական փոփոխություններով 2 անգամ կավելանան օնլայն կազինոների եւ բուքմեյքերական գործունեության տուրքերը։ Կունենանք տարեկան շուրջ 13 միլիարդ դրամ հավելյալ պետական եկամուտներ։ Հավելյալ պետական եկամուտները դառնալու են դպրոցներ, մանկապարտեզներ, հիվանդանոցներ, ճանապարհներ ու այլ ենթակառուցվածքներ, ներքին եւ արտաքին անվտանգային համակարգեր։ Ֆինանսական բեռի բարձրացումը մենք ձևակերպել ենք այնպես, որպեսզի այն ամեն տարի բարձրանա եւ այս գործիքի միջոցով մենք կարողանանք լուծել օպերատորի հարցը։ Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գլխավորած պատվիրակությունը Ֆրանսիա կատարած աշխատանքային այցի ընթացքում հանդիպել է Ֆրանսիայի էկոնոմիկայի, ֆինանսների, արդյունաբերական եւ թվային ինքնավարության նախարար Էրիկ Լոմբարդին։ Քննարկվել է հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրով Բարգուշատի թունելի կառուցումը Ֆրանսիայի կառավարության ֆինանսավորմամբ եւ ֆրանսիական առաջատար շինարարական ու ինժեներական ընկերությունների ներգրավմամբ իրականացնելու հնարավորությունը։ Էրիկ Լոմբարդը վստահեցրել է, որ անհրաժեշտ ջանքեր կգործադրեն ներկայացված ծրագրերի իրագործման ուղղությամբ։ Մակրո եւ միկրո միջավայրի արագ փոփոխությունների ֆոնին բանկերին սպառնացող ռիսկերի շրջանակը շարունակաբար ընդլայնվում է։ Այս դինամիկ իրավիճակը պահանջում է համակարգի կայունության բարձրացում։ Այդ նպատակով Կենտրոնական բանկի 2025-27 թվականների վերահսկողության առաջնահերթություններում մաշված մեթոդների փոխարեն ի հայտ են եկել նոր, ավելի արդյունավետ մոտեցումներ։ 5 առաջնահերթություն կա՝ կորպորատիվ կառավարման համակարգի բարելավում, գործառնական դիմակայունության մակարդակի բարելավում, փողերի լվացման եւ ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի եւ միջազգային պատժամիջոցներին համապատասխանության ռիսկերի կառավարման համակարգի բարելավում, բանկային գրքում տոկոսադրույքի ռիսկի գնահատման համակարգի ներդրում, վարկային ռիսկի կառավարման հետ կապված մի շարք խնդիրների հասցեագրում։ Մենք որպես կենտրոնական բանկ ըստ էության պատասխանատու ենք, որ ֆինանսական կազմակերպությունները ունենան իրենց ռիսկի ախորժակին համապատասխան կապիտալ եւ կառավարման կարողություններ։ Եվ բնականաբար բոլոր այդ հետևանքները վերահսկողական լինում են կամ կապիտալի վրա ազդեցության տեսքով կամ կառավարման բարելավման ուղղությամբ։ Եվ համապատասխանաբար սա չի նշանակում նաև, որ մենք այս ուղղություններով այսօր ունենք էական լուրջ խնդիրներ։ Այսօր ֆինանսական համակարգը, մասնավորապես բանկային համակարգը բավական կայուն է, ունի բավարար վճարունակություն եւ իրացվելիություն։
Լոնդոնի բորսայում Brent ապրանքանիշի մայիսի մատակարարումների ֆյուչերսների գինը նախորդ օրվա բորսաների փակման պահի ցուցանիշի համեմատ աճել է 0.2%-ով, կազմելով բարելի դիմաց $69.47։ Նյու Յորքի ապրանքային բորսայում WTI տեսակի նավթի ապրիլի մատակարարումների ֆյուչերսային գինը նախորդ օրվա բորսաների փակման պահի ցուցանիշի համեմատ բարձրացել է 0.2%-ով, կազմելով բարելի դիմաց $60.44։ Ոսկու միջազգային գինն աճել է 0.1%-ով եւ 1 ունցիայի դիմաց հասել $2929։ Բիտքոյնի արժեքը վերջին մեկ օրվա դրությամբ բարձրացել է 0.4%-ով եւ կազմել մեկ հատի համար $91215։ Հայաստանի կենտրոնական բանկը տեղեկացրել է, որ մարտի 6-ի տվյալով ամերիկյան դոլարը միջինն արժեցել է 394 դրամ 58 լումա։ Եվրոպական արժույթի գինը կազմել է 425 դրամ 79 լումա։ Ռուսական ռուբլու արժեքը սահմանվել է 4 դրամ 42 լումա։